Սպառողների իրավունքների պաշտպանության և գովազդի ոլորտներում ունենալու ենք այնպիսի պաշտպանություն, ինչպիսին Եվրոպական միությունում է, բայց դրա համար պետք է լինելու ջանք և որոշակի մոտեցումների փոփոխություն։ Եթե մենք ուզում ենք լինի այնպես, ինչպես ԵՄ երկրներում է, դրա համար պետք է մեզանից յուրաքանչյուրը փոխվի, այդ թվում նաև տնտեսվարողները։ Այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նախարարը հայտնել է, որ նախագծերի նպատակն ազգային օրենսդրության մոտարկումն է Եվրամիության օրենսդրությանը։ Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ ներկայացված փաթեթով նախատեսվում է լուծել խնդիրներ, որոնք մասնավորապես վերաբերում են սպառողների հետ կնքվող պայմանագրերում անարդար պայմաններին, հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի մասով սպառողների իրավունքների պաշտպանությանը, մոլորության մեջ գցող և համեմատություններ պարունակող գովազդներին, ապրանքների անհամապատասխանության դեպքում սպառողների իրավական պաշտպանության միջոցներին։ Գևորգ Պապոյանը ներկայացրել է վերոնշյալ դրույթներին վերաբերող սահմանումներն ու կարգավորումները, ընդգծելով, որ փաթեթի նպատակը սպառողների իրավունքների պաշտպանությունն է։ Արևմտյան Ասիայի բարձր լեռնային գոտիներում գտնվող Հայաստանն ավելի մատչելի է դարձել եվրոպացիների այցերի համար։ Երկիրը ժամանակավորապես չեղարկել է վիզայի պահանջը 113 երկրների քաղաքացիների համար մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը։ Նրանց թվում են ԵՄ-ում և Շենգենյան երկրներում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Արաբական Միացյալ Էմիրություններում գործող բնակության թույլտվություն ունեցողները։ Այժմ այդ երկրների քաղաքացիները կարող են առանց վիզայի մուտք գործել Հայաստան մինչև 180 օր մեկ տարվա ընթացքում։ Մուտքի պահանջների մեղմացումը նպատակ ունի խթանել զբոսաշրջությունը և ամբողջ տարվա ընթացքում երկիր ճանապարհորդներ ներգրավել։ Հայաստանի քաղաքացիների համար պարզեցվել է եկամուտների հայտարարագրման գործընթացը։ Այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և հարկային վարչարարության մեթոդաբանության բաժնի պետ Արտուր Ալեքսանյանը, մեկնաբանելով կառավարության ընդունած որոշումը։ Նրա խոսքով, եթե նախկինում մինչև 300,000 դրամ անձնական փոխանցումները քաղաքացիները կարող էին չհայտարարագրել, ապա նոր որոշմամբ այդ շեմը բարձրացվել է, սահմանվել է 1 միլիոն դրամ։ Ընտանիքի անդամ չհամարվող անձանցից փոխանցված միանվագ մինչև 1 միլիոն դրամ գումարները քաղաքացիները կարող են չհայտարարագրել։ Նա պարզաբանեց, որ խոսքը միանվագ ստացած գումարի մասին է, ոչ թե տարեկան հանրագումարի։ Այսինքն, եթե մեկ ամսվա ընթացքում հարազատների, ընկերների, ընտանիքի անդամների կողմից 3 անգամ 500,000 դրամ է փոխանցվում, ապա միևնույն է դա չի հայտարարագրվում, որովհետև մեկ անգամյա գործարքի արժեքը չի գերազանցել 1 միլիոն դրամը, ասաց Ալեքսանյանը։